Մենք իրոք ապացուցում ենք, որ մենք ենք, ոչ թե ես։ Խոսքը դառնում է գործ։ Մենք եկել ենք փոխելու աշխարհը մենքով։ Մենքի գաղափարը մենք առաջինն ենք, որ որդեգրել ենք, մենքի մասին շատ են խոսում, ուղղակի մենք մեր գործով ապացուցում ենք, որ մենք իրոք մենք ենք, թե համատեղ հանգստանալու, թե համատեղ ծրագրեր անելու, թե մեկը մեկին աջակցելու, բիզնեսի առումով, բիզնեսի մեջ խնդիրների առումով, համատեղ գործունեության առումով, պետության հետ համագործակցության առումով մենք իրոք ապացուցում ենք, որ մենք ենք, ոչ թե ես։ Զբաղվում եմ գործարար խորհրդատվությամբ եւ բոլոր նախաձեռնությունները, որոնք որ առկա են թե անձնական բիզնես պրոյեկտների մեջ, թե նրանք, որոնք որ հենց բիզնեսին են վերաբերվում, տանում են կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, պետական համագործակցության շրջանակներում դեպի զարգացում։ Մեր ընկերությունը զբաղվում է կառավարման համակարգերի ներդրումով ու մենք ունենք Մանթաշյանցի հետ համագործակցության բավականին լուրջ փորձ, սկսած առաջի օրվանից, ինչ մենք անդամակցել ենք, արդեն քանի տարի է, 5 տարի է անդամակցում ենք։ Մենք ունենք ծրագրեր, որոնք որ իրականացրել ենք կոնկրետ այդ բիզնեսի համար մշակված, ունենք ծրագրեր, որոնք համագործակցում ենք դոնոր կազմակերպությունների ներգրավմամբ, ունենք ծրագրեր, որոնք որ իրականացրել ենք պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում։ Սկսեմ վերջինից ծրագիր էինք նախատեսել տարբեր համայնքներում, գույքագրել իրանք ինչ ներդրումային պոտենցիալ ունեն եւ ինչպես մենք կարող ենք թե Մանթաշյանցի շրջանակներում, թե ընդհանրապես իրենց սովորեցնենք ինչպես իրանք ներկայանան հանրությանը եւ Թալինի համայնքապետարանի հետ իրականացրեցինք ծրագիր ակումբի անդամ ներդրողներ փնտրող կազմակերպությունների հետ process-ը բաղկացած էր 3 փուլից առաջինը գույքագրեցինք թե ընդհանրապես համայնքապետարանը ինչ հնարավորություններ ունի երկրորդը զուգահեռ իրենց սովորեցրեցինք թե այդ գործընթացը ինչպես է պետք կառավարել եւ հետո երրորդը իրանք ներկայացրեցին արդեն ակումբում ինչ պոտենցիալ կա մի քանի անդամների եւ անդամներից մեկը որոշեց, որ ինքը վերադառնում է Թալին իր ներդրումային ծրագրով։ Մեր հետ թե առանց մեզ ներդրողը կարող էր այդ որոշումը կայացնել եւ գնալ դեպի իր ներդրումային ծրագիր, բայց մեր օգնությամբ մենք կարողացանք այդ ներդրումային ծրագրին գալ, սովորեցնելով եւ խորհուրդ տալով համայնքապետարանին, թե ոնց է պետք այլ ներդրողներին ներկայանալ եւ հաստատ համոզված եմ, որ իրանք այդ գործընթացը չեն կանգնացնելու, շարունակաբար զարգացնելու են։ Այդ մոդելը, որտեղ որ Մանթաշյանց ակումբը հանդիսացավ պլատֆորմ նման երկխոսության համար, առաջին անգամ էր Հայաստանում եւ ինքը շարունակական է լինելու մնացած համայնքների հետ համագործակցելով։ Ցանկացած բիզնես ունի իր կառավարման բարելավման արդիականացման խնդիր։ Չկա բիզնես, որը որ կանգնած է տեղում, այլապես ինքը կփակվի, հա։ Ես ինքս իմ բիզնեսում բնականաբար հարյուրավոր խնդիրներ ունեմ, ու եթե դուք ինձ իմացեք, որն է ձեր բիզնեսի խնդիրը, մի ոտի վրա կանգնած մի շնչում 300-ից ավել խնդիրներ կասեմ։ Դիագնոստիկա ենք անում խնդիրները, հետո խնդիրների լուծման մոդելներ ենք առաջարկում եւ հետո անցնում ենք իրանց հետ համատեղ այդ խնդիրների լուծման։ Ոստեղ նորից, հա, երկու բլոկից է բաղկացած համագործակցությունը, մեկը շատ լուրջ, որ մենք սովորեցնում ենք ամբողջ թիմին, հա, ում պետքա կոմպետենցիաներն ենք բարձրացնում, կա նոր գիտելիքներ ենք փոխանցում, կա նոր մոդելներ ենք իրանց համար մշակում եւ այդ մոդելներով իրանք աշխատում են։ Մանթաշյանցի իմ համար հենց այն ակումբն է, որտեղ որ կանգնած ենք եղել ակումբներում ստեղծման ու ստեղ բազմապրոֆիլային, մուլտիսեկտորալ լավ մարդկանց աշխարհը փոխելու մեծ ջիղով եւ ամեն առավոտ երկրի մի փոքրիկ քայլով օգուտ տալու տրամադրությամբ արթնացող մարդիկ են։ Ես ինձ որ շատ են հարցնում, ասում են այդքան ծանրաբեռնվածության հետ, այդքան ասենք թե աշխատանքային, թե անձնական, հա, ոնց է որ ժամանակ ես գտնում նաև Մանթաշյանցի մեջ այդքան ակտիվ լինես, ես իդեպ միակ կինն եմ, որ կառավարման խորհրդում ներկայացված եմ։ Այս մասով միշտ պատասխանում եմ, որ մենք ստեղ հավաքված ենք աշխարհը փոխելու մեծ ցանկությամբ, որտեղ որ մենք տարբեր դաստիարակությամբ, տարբեր գիտելիքների մակարդակով, տարբեր աշխարհայացքով, տարբեր մոտեցումներով մենք գալիս ենք մի միջավայր, որտեղ մեկս մյուսի ձեռքը բռնելով փորձում ենք առաջինը մենք դառնանք ավելի լավ այսօր, քան երեկ էինք, ու մեր հետ տանենք մեր ընկերներին ավելի զարգացում, ինչով որ մենք կարող ենք օգտակար
օգտակար լինենք, միտեղ գիտելիքով, միտեղ կապերով, միտեղ համատեղ բիզնես անելով, հա։ Այս մարդիկ ովքեր որտեղ են, ոչ թե լացում են, որ երկիրը վատ է, ոչ թե բողոքում են, որ ինչ որ խնդիրներ կան, հա, հակառակ իրանք իրանց գործով ամեն մեկը իր փոքրիկ ներդրումով, իսկ որոշ դեպքերում նաև մեծ ներդրումներով տանում է երկիրը դեպի զարգացում ու ոչ մեկ երբեք չի տրտնջում, որ ինքը ինչ որ մի բան արել է։ Մենք կարծում ենք, որ դա մեր առաքելությունն է դա անելը։ Բնականաբար խոչընդոտներ կան, խնդիրներ կան, իսկ բիզնեսում դրանք շատ են, բազմաթիվ են, դա չպետք է անդրադառնա քո այդ ցանկությանը, քո այդ ջղին առաջ գնալու։ Ու մանտաշանց ակումբում դա օգնում է, ես ասենք կյանքի տարբեր սիտուացիաներում, տարբեր ստրեսային սիտուացիաներ ա եղել, թե անձնական, թե աշխատանքի մեջ, մեզ դու մտնում ես մի միջավայր, որտեղ որ դու տեսնում ես, որ դու շրջապատված ես քեզ հարազատ ընկերներով, մենք ընկերանում ենք այնպես, որ կարողանում ենք բիզնեսի խնդիրները բերել 10-րդ, վերլուծել եւ ամեն մեկը սկսվել մեր փորձով։ Բայց նայած չի որ ամեն ինչը դասագրքերում գրված է կամ ինքը ակադեմիական լուծում ունի, հա, կան փոքրիկ խնդիրներ կամ հակառակը մեծ խնդիրներ, որոնք որ գալիս են հենց մեր բիզնեսների կարծիքից, փորձից կամ ասենք ինքնից вообще ընդհանրապես առաջի անգամ առաջացած խնդիրը, ասենք մենք ինչ գիտենք, որ կովիդ էր լինելու կամ ինչ գիտենք, որ հենց այդ օրը պատերազմ է լինելու, հա, որոնք որ անմիջապես անդրադառնում են մեր բիզնեսի վրա։ Ակումբում 3 հատ կարևոր, սենց կարելի ասել, սյունակներ կան, հա։ Ամենաառաջինը դա գիտելիքի փոխանակումն է, այդ էներգիայի փոխանակումն է, հա։ Մի բան, մի գիտելիքով կիսվում եմ ես, մեկի ուրիշի գիտելիքով գնում եմ ես։ Այս գիտելիքի փոխանակումը ինքը non-stop process է, ոչ միայն մեկս մյուսից, այլ գրագետ ընտրված եւ հրավիրված մեր սպիկերներից, որոնք որ կարող են լինին ուղղակի guest speaker-ի ֆորմատով, կարող են լինեն տրեյնինգների ֆորմատով, բայց կարող են նաև երկարատև համագործակցությամբ այլ ակադեմիական կառույցների հետ, հենց ուսուցման ծրագրով։ Երկրորդը դա մեր networking-ն է, հա, որը որ մենք ունենք ոչ միայն միմյանց միջև, այլ նաև մեր այլ կողմից եկող համագործակցողների միջև, այսինքն եթե մանտաշանցում ինչ որ մի հատ միջոցառում կա, որտեղ որ ես կարող եմ գամ իմ այլ գործընկերների կամ ընկերների հետ, ես սիրով իրանց հրավիրում եմ, բնականաբար այդ հրավիրվածները ժամանակի ընթացքում դառնում են նաև ակումբի անդամ, կամ իրանք արդեն սկսում են համագործակցել թե ակումբի ներսում, թե ակումբից դուրս։ Եվ երրորդը աջակցությունն է մեկը մյուսին, շատ կարևոր կտոր է, էլի։ Մենք եւ մասնագիտական աջակցություն ենք իրար տալիս, եւ տեղեկատվական աջակցություն ենք իրար տալի, եւ ամենակարևորը էներգոաբմենն է։ Մենք իրար էներգիա ենք փոխանցում տարբեր սիտուացիաներում։ Շատ հետաքրքիր եւ շատ բարդ բան եք ասում։ Եթե մի բան անում ես առանց սիրո, քո մոտ հաստատ չի ստացվի։ Ու երջանկության բանալին հենց սիրո մեջ է։ Շատ կարեւոր է, որ կարողանաս սիրել առաջի հերթին ինքդ քեզ, քո շրջապատին ու քո աշխատանքը։ Իմ երջանկության բանալու ամենաառաջի կետը հենց սերն է, ինչ անում եմ, անեմ սիրով։ Անգամ ջղայնանում եմ սիրով։ Երկրորդը non-stop գիտելիքի ստացումն է, այսինքն եթե ես ինչ-որ մի պահ զգում եմ, որ չեմ զարգանում, չեմ աճում, կանգ եմ առել, ես ունեմ դիսկոմֆորտի մեջ ու այդ սիրո պակասը ես գտնում եմ հենց մանտաշանց ակումբում։ Եվ երրորդն էլ նորի բացահայտում, դա կարա լինի ճանապարհորդության սկզբունքով, դա կարող է լինի ինչ-որ նոր ոլորտներում ինքս ինձ գտնելու միջոցով, բայց ամենակարևորը, որ դա էլ կանգ չառնի, թե չէ, ես ուղղակի կխեղդվեմ առանց այդ տենց համապարփակ սիրով։ Մենք բիզնես ակումբ ենք եւ մենք ունենք հստակ մեր տեսլականը ու ռազմավարությունը, որին որ ձեռք-ձեռքի բռնած գնում ենք։ Մենք չաթ ունենք, ով որ իր հաջողություններով կիսվում է։ Եվ ունենք գրուպա, որտեղ որ շնորհակալություն ենք իրար ասում։ Ու երբ որ նոր անդամը նոր է եկել, ինքը դե բնականաբար չի կարա հետ գնա այդ հազարավոր չաթերը այդ ամեն ինչը կարդա։ Երբ որ շնորհակալություն է ասում, ասենք դե չգիտեմ, շնորհակալություն Նիկային, ես էլ իմ սերտիֆիկատը ստացա, հա, կամ ես եմ ասում շնորհակալություն Գայանային համատեղ գերազանց համագործակցության համար, նրանք ովքեր որ այդ process-ով հետաքրքրված են, ավտոմատ արձագանքում են։ Մենք ունենք ակումբում իրար մրցակից շատ ընկերություններ, հա, այսինքն մեկը մյուսի մրցակիցն է։ Բայց մենք բնականաբար բոլորս գիտակից բիզնեսներ ենք եւ հասկանում ենք, որ մրցակցելով հաստատ արդյունքի չենք հասնի, մենք համագործակցում ենք։ Կազմակերպել էի սենց մի հատ հետաքրքիր միջոցառում, որտեղ որ մեր մրցակից ընկերությունը ներկա է եւ մենք երկու ընկերություններով երկու
երկու էքսպերտներով, Մանթաշարից ակումբի անդամները բարձրացնում են խնդիր, եւ մենք 4-ով պատասխանում ենք այդ իր խնդրի լուծման մեխանիզմը։ Ես մոդերատորություն եմ անում, կոնսուլտանտի լեզվից թարգմանում եմ բիզնեսի լեզվով, որ այդ առաջարկությունները ոնց է գնում, փորձում եմ այդպես շատ չխանգարեմ կարծիքների ձևավորմանը, ինչ օգտակար վարժություններ։ Մենք հասկացանք, որ շատ ժամանակ բիզնեսը ինքը չի կարողանում ձևակերպի իր խնդիրը։ Այսինքն մենք առաջինը խնդիր ունենք իրանց օգնելու, որ իրանք իրանց խնդիրը կարողանան ձևակերպել։ Երկրորդը մենք խորհրդատուներով ցանկացած խնդիր տեսնում ենք լայն։ Իրանք տեսնում են խոր ամեն մինչև այն ամենավերջի խորքը իջնող խնդիրը, հա մենք այդ լայնությունն ենք տեսնում։ Ու այս երկուսը իրար տեղ դնելով կարողանում ենք ստանանք լավ սիներգիա։ Եվ երրորդը շատ կարևոր է, որ ակումբի ներսում շատերը սկի չգիտեն մնացածը ինչով են զբաղված, որովհետև ասենք, չգիտեմ, էլի այս սոցցանցերում, PR կամպանիաներում արտահայտված է լինում այն բլոկը, որ այդ պահին այդ բիզնեսի կարծիքով կարևոր է, բայց մեր անդամները շատ տարբեր բաներով են զբաղված, որ մնացած ակումբացիները դրա մասին տեղյակ չեն, հա։ Ու տենց մենք նաև նման միջոցառումների արդյունքում կարողանում ենք դրա մասին էլ խոսանք, դե էլի միջոցառումներ ունենք, հա, sales camp-եր ենք կազմակերպում եւ այլն, որտեղ էլի կարողանում ենք մեր մասին պատմել եւ հասկանալ ոնց կարող ենք համագործակցենք իրար հետ։ Ակումբի ներսում կան ծրագրեր, որոնք որ մեզ օգնում են թե մեր բիզնեսներում մեր մնացած աշխատողներին ուղարկենք տարբեր դասընթացների, տրեյնինգների համագործակցության շփման, որովհետև մենք սերնդափոխության լուրջ խնդիր ունենք, հա, մենք մեծանում ենք, մեզանից հետո եկողներին պետքա կարողանանք զարգացնենք եւ ունենք մենք Մանթաշանց ջունիոր, որտեղ որ ծրագրեր ենք իրականացնում, իրանք անցնում են հենց գործարարությամբ զբաղվելու նախնական գիտելիքներ են ստանում, պրոյեկտներ են մշակում եւ նորից գալիս են մեր ակումբացիներին ներկայացնում են եւ ներդրումներ են գտնում իրանք ստարտափ ծրագրերի, այսինքն այդտեղ կարող են մասնակցել միայն մեր ակումբի երեխաները։ Ինչ հարցեր տվեցիք, կարողացա պատասխանեմ։ Վայ, այս ինչ լավ էր։